Viva-ի առաջին զանգը կատարվել այս հեռախոսով 2005-ի հուլիսի 1-ին։ Տոնական ու տրամադրող գույների մեջ Viva-ն նշում է հիմնադրման 20-րդ տարեդարձը։ Այս ամենը միշտ եղել է քո շուրջը։ Կարևորը միշտ եղել է քո շուրջը։ Viva 20 տարի քո շուրջը։ Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրեց ընկերության վերափոխումը բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական եւ թվային առաջատար, սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրեց ընկերության զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։ Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը, առաջին զանգին հաջորդող 2 տասնամյական զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%։ Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2.3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ։ Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը։ Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձավ ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը։ Viva-ն մի ընկերություն է, որ կրում է հանրային պատասխանատվություն, կրում է պատասխանատվություն ողջ հանրության առջև։ Ուզում եմ իսկապես մեծ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ 20 տարի առաջ այս մեծ փոփոխությունը կարողացավ իրականություն դարձնել։ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրեց կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում։ Տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար։ Viva-ն նոր կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է։ Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ։ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ, նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց, շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի։ Միջոցառման ընթացքում մեծարվել եւ պարգևատրվել են նաեւ այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի, զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Viva-ի 20-ամյակի նվիրված միջոցառմանը գլխավոր տնօրենն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կտրեցին հոբելյանական տորթը։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։